Ամերիկա-իսրայելական տանդեմի դեմ Իրանի սրբազան պատերազմի 5-րդ օրն այսպիսին է։ Ինտենսիվ հրթիռակոծություններից հետո Թեհրանի երկինքը բոցավառվել է, պայթյունների հետևանքները տեսանելի են ամենուրեք։ Ավերված փողոցներ, ջարդոնի վերածված ավտոմեքենաներ, փոշու մեջ կորած խուճապահար մարդիկ։ Պատերազմի մեկնարկից ի վեր Իրանում սպանվել է մոտ 1100 խաղաղբնակիչ, այդ թվում 10 տարեկանից ցածր 181 երեխա, հայտնում է Միացյալ Նահանգներում տեղակայված իրավապաշտպան կազմակերպությունը։ Պարզվել է, որ Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ողջ եւ առողջ է։ Թեհրանի բնակելի թաղամասերը թիրախավորելուն զուգահեռ ինտենսիվ հրթիռակոծում են նաև Իրանի ռազմական օբյեկտները։ Հարվածներ են հասցվել Իրանի շահիդ 136 ԱԹՍ-ների արձակման հարթակներին։ Միացյալ Նահանգների զինված ուժերը պնդում են, որ ոչնչացրել են իրանական 17 ռազմանավ, այդ թվում 1 սուզանավ։ Պահապանների կորպուսից հայտարարել են, պատերազմի առաջին 2 օրերին 650 ամերիկացի զինվոր է սպանվել ու վիրավորվել։ Այդ թվում 160-ը Բահրեյնում ամերիկյան ռազմաբազայի հրթիռակոծման հետևանքով։ Իսրայելը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում են իրանական բալիստիկ հրթիռների արձակման կայանների գրոհը։ Ցախալի պնդմամբ թիրախավորվել են Իրանի միջուկային օբյեկտներն ու ռազմավարական կետերը։ Օպերացիայի ընթացքում Իսրայելի ռազմաօդային ուժերը մոտ 1600 հարվածային թռիչք են իրականացրել Իրանի տարածքում եւ մոտ 4000 զինամթերք նետել։ Վերջին 24 ժամում ռազմաօդային ուժերի հարյուրավոր կործանիչներ եւ ԱԹՍ-ներ, ավելի քան 300 հարվածային թռիչքներ են իրականացրել Իրանում ու Լիբանանում։ Միաժամանակ հարվածել ենք իրանական հարյուրավոր առանցքային թիրախներին եւ ռազմավարական օբյեկտներին։ Ժամեր առաջ ոչնչացվել է Մին Զադայի գաղտնի միջուկային շտաբը։ Մեծ թափով շարունակվում է նաև Իրանի գրոհներն Իսրայելի ու տարածաշրջանում ամերիկյան ռազմական օբյեկտների ուղղությամբ։ Իրանն անօդաչու թռչող սարքով հարձակվել է Բահրեյնի Ջուֆայր շրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազայի վրա։ Կրկին հարվածել են Բաղդադի օդանավակայանի մոտակայքում գտնվող ամերիկյան Վիկտորիա ռազմաբազային։ Դուբայում Միացյալ Նահանգների հյուպատոսության վրա իրանական ԱԹՍ-ի գրոհից հետո հրդեհ է բռնկվել։ Զինված ուժերի անվտանգության եւ օպերատիվ ստորաբաժանումների օրակարգում է ցանկացած աշխարհագրական տարածքում վճռական եւ արագ գործողություններ ձեռնարկել բոլոր ագրեսիվ եւ թշնամական խմբավորումների դեմ։ Հանդուրժողականություն չի լինելու Իրանի ազգային անվտանգության դեմ ուղղված գործողություններ իրականացնողների կամ հրահրողների նկատմամբ։ Թշնամու դեմ հարձակողական եւ պաշտպանական գործողությունները շարունակվում են ամբողջ ուժով։ Ճշմարիտ խոստում 4 գործողության հերթական փուլը ներառում է մեծ թվով հրթիռների եւ բազմաթիվ անօդաչու թռչող սարքերի արձակում։ Դժոխքի դարպասները բացվել են ամերիկացի եւ սիոնիստ ագրեսորների առաջ։ Թեպետ Մարկո Ռուբիոն ասել է, թե նահանգները դիտավորյալ չէր թիրախավորել Մինաբի աղջիկների դպրոցը, իսրայելամետ որոշ աղբյուրներն էլ պնդել են, թե դպրոցը եղել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմաբազայի մաս, Ալ Ջազիրայի հետաքննությունը պարզել է, որ մահացու հարվածը մեծ հավանականությամբ եղել է դիտավորություն։ Արբանյակային պատկերներից ու տեսանյութերից պարզվել է, որ դպրոցը 10 տարի հստակ առանձնացված է եղել հարակից ռազմական օբյեկտից եւ խոցվել է ուղղորդված հրթիռով։ Հետաքննությունը եզրակացնում է, որ դա կամ հնացած տվյալների պատճառով թույլ տրված կոպիտ սխալ էր, կամ դպրոցի կանխամտածված թիրախավորում։ Հրթիռակոծության հետևանքով սպանվել է 165 մարդ, մեծամասամբ 7-ից 12 տարեկան աղջիկներ, եւ վիրավորվել առնվազն 95-ը։ Դպրոցի մահաբեր հարվածից հետո թիրախավորվել է նաև Բուշերի ծննդատունը։ Ավերածությունների ու բժշկական սարքավորումների ոչնչացման պատճառով բուժաշխատակազմը տարհանել է վաղաժամ ծնված նորածիններին։ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածուն Ալի Խամենեիի որդին է, Մոջթաբա Խամենեին։ Ընդդիմադիր Iran International լրատվամիջոցի հաղորդմամբ նա արդեն նշանակվել է Իրանի հոգևոր առաջնորդ, սակայն տեղեկությունը պաշտոնապես հաստատված չէ։ Ըստ New York Times-ի քննարկվել է այսօր նրան հոր իրավահաջորդը հայտարարելու հնարավորությունը, սակայն մտավախություն կա, որ դա կարող է նրան թիրախ դարձնել։ Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Իրանի ցանկացած նոր առաջնորդ կլինի ոչնչացման թիրախ։ Իրանի դեմ Վաշինգտոնի կոշտ ռազմավարությունը կարծես միայն հրեական պետության սրտով է, թեպետ եվրոպացիները որոշ վերապահումներով կանգնած են Թրամփի կողքին։ Միացյալ Նահանգների նախագահին մերժած միակ երկիրն Իսպանիան է։ Մադրիդի քննադատական դիրքը զայրացրել է Սպիտակ տան ղեկավարին։
Եվրոպացիներից որոշների, օրինակ Իսպանիայի դիրքորոշումը սարսափելի էր։ Ֆինանսների նախարար Սկոտ Բեսենթին հրահանգել է ամբողջությամբ խզել առևտրային հարաբերություններն Իսպանիայի հետ։ Մադրիդն արգելել է իր տարածքի ռազմաբազաների օգտագործումը Իրանին հարվածելու համար։ Նաև հրաժարվել է ռազմական ծախսերը հասցնել հնայի 5%-ին։ Մենք դադարեցնելու ենք Իսպանիայի հետ առևտուրը։ Չենք ուզում որևէ առնչություն ունենալ Իսպանիայի հետ։ Նրանք ոչ բարեկամական մոտեցում ցուցաբերեցին։ Անկախ ամեն ինչից ու ի պատասխան Թրամփի հայտարարությանը Մադրիդը ոչ է ասում պատերազմներին։ Չի կարելի միջազգային իրավունքի մի խախտմանը պատասխանել մեկ այլ խախտումով։ Հենց այսպես են սկսվում համամարտկային մեծագույն աղետները։ Չի կարելի ռուսական ռուլետկա խաղալ միլիոնավոր մարդկանց ճակատագրերով։ Մենք վճռականորեն պահանջում ենք, որ ԱՄՆ-ն, Իսրայելը ու Իրանը դադարեցնեն գործողությունները, քանի դեռ շատ ուշ չէ։ Խնդիրն այն չէ, թե մենք այաթոլլայի կողքին ենք, ոչ ոք նրա կողքին չէ։ Հարցն այն է, արդյոք մենք խաղաղության ու միջազգային օրինականության կողմնակից ենք, ասել է Իսպանիայի վարչապետը։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։